Մասյացոտնի թեմում Արևշատի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տոնակատարություն է, հուլիսի 23-ին եկեղեցու ոցման 20-ամյակն է, մատուցվում է ուխտի Սուրբ Պատարագ, պատարագիչն Աբրահամ քահանա Մարտիրոսյանն է։ Արևշատի Սուրբ Մարիամ Աստվածածինը վերահսկվել է 2006-ին, սրբավայրը կառուցվել է խոնարհված եկեղեցու ավերակների վրա։ Գյուղի հին բազիլիկը կառուցվել էր դեռևս 1890-ականներին։ Սուրբ Մարիամ Աստվածածինը կրկին կառուցվել է ռոստովաբնակ արևշատցի Սամվել Դավթյանի ու համայնքի բնակիչների ջանքերով ճարտարապետ Դավիթ Քերթմենջյանի նախագծով։ Պատարագի ընթացքում քարոզ խոսեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Եկեղեցին ապրում է յուրաքանչյուր սերնդի կենդանի հավատքով։ Յուրաքանչյուր սերունդ կոչված է իր հերթին դառնալու այդ հավատքի վկան ու փոխանցողը, ասում է Ռուբեն եպիսկոպոսը։ Մենք չենք կարող ապրել միայն այն հավատքով, որը ժառանգել ենք մեր հայրերից։ Մենք պարտավոր ենք նաև այն փոխանցել մեր զավակներին։ Եթե այս եկեղեցին միայն գեղեցիկ շինություն մնա, ապա նրա առաքելությունը կիսատ կլինի։ Բայց եթե այս տաճարը շարունակի ձևավորել աղոթող ընտանիքներ, եկեղեցուն նվիրված երիտասարդներ, Սուրբ հաղորդությամբ ապրող հավատացյալներ, միմյանց ներող եւ միմյանց համար աղոթող համայնք, ապա նրա քարերը իսկապես կենդանի քարեր կդառնան։ Մասյացոտնի թեմի առաջնորդն իր գնահատանքը հայտնեց Սուրբ Մարիամ Աստվածածնի բարերարին, երգչախմբին, կառույցներին ու անհատներին, որոնք համախմբված են սրբավայրի շուրջ եւ հոգեվոր հովվի առաջնորդությամբ իրենց օգտակարությունն են բերում եկեղեցուն։ Հոգեվոր հովիվը Տեր Դերենիկ քահանա Միքայելյանն է։ Կիրակի եւ մնացած տոն օրերին մատուցվում են Սուրբ Պատարագի արարողություններ, հաճախակի կազմակերպվում են ուխտագնացություններ, եկեղեցին հայցելուն ոչ միայն գյուղից, այլ նաև հարակից համայնքներից հավատացյալներ։ Ունենք նաև այստեղ երիտասարդաց միություն եւ իրականացնում ենք հոգեվոր դասընթացներ, կրթելով մեր երիտասարդներին հոգեվոր ազգային եկեղեցական ուրեմն օրենքների, ավանդույթների համաձայն։ 20 տարի առաջ, երբ բացվեց Արևշատի Սուրբ Մարիամ Աստվածածինը, եկեղեցական համայնքը դեռևս ձևավորված չէր։ Տեր Մխիթար քահանա Ալոյանի հովվության ներքո առնվեց նաև Սուրբ Մարիամ Աստվածածինը։ Հովվական ծառայության ընթացքում քահանան աշխատանք է տանում, որ մարդիկ եկեղեցում ոչ միայն մոմ վառեն ու դուրս գան, այլ ապրեն պատարագի խորհրդով եւ կարեկից լինեն միմյանց։ Մարդիկ իրեն եթե չքննի, չզննի, չտեսնի ինքը ինչպեսին է, չի կարող դիմացինի հետ շփվել, որովհետև եթե ինքը իրեն գտավ, թե ով է, հասկացավ ինքը իրեն, ինչ տեսակի մեղքեր ունի, կհասկանա նաև, որ դիմացինը իր նման է, ուրեմն կարիք չկա նրա վրա հարձակվելու, նախ ես ինձ նայեմ։ Այժմ գյուղում ու համայնքից դուրս ապրող արևշատցիների, նրանց ազգականների, ընկերների հանդիպման վայրը Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին է։ Մեր եկեղեցին մի քանի գյուղի է ծառայում, 4-5 գյուղ են, բոլոր գյուղերից գալիս են գյուղացիները, շատ մեծ բավականություն ստանալով։ Պատարագը դա խաղաղությունն է հոգու։ Ավելի անմիջական կապ է ստեղծում, կարծում եմ, մարդկանց եւ Աստծո միջեւ։ Ավելի շատ ենք զգում ներկայությունը եկեղեցում։ Եկեղեցին վաղուց էի տեսել նկարներով միայն եւ տեսա եւ ցանկացա անձամբ գալ ու ներկա գտնվել։ Եկեղեցում շատ խորհրդավոր հոգեվոր լիցքեր են փոխանցվում։ Արևշատի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ոցման 20-ամյակի օրը պատարագից հետո Բաքում տոնախմբություն անցկացվեց։ Հանդես եկան տեղի երաժշտական դպրոցի սաները եւ Star Dance պարախումբը։ Աննա Թամրազյան, Վռամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։